Վրացական լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցներ եւ պատժամիջոցներ կիրառելու կոչեր Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հատուկ Ասուլիսը հրավիրել վերոնշյալ թեմայով։ Վասիլ Մաղլափերիձեն անդրադարձել է այն Եվրախորհրդարանի падգամավորներին եւ նրանց կենսագրություններին, ովքեր պահանջել են պատժամիջոցներ կիրառել վրացական մասնավոր հեռուստաալիքների, ինչպես նաեւ հանրային հեռարձակողի ղեկավարների նկատմամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այն պահանջներին, որոնք Եվրախորհրդարանի падգամավորների որոշակի խումբ պահանջել է որոշակի փոփոխություններ կատարել Ռաիսա Յուկնևիչենի կողմից Վրաստանի վերաբերյալ պատրաստած զեկույցում։ Եվրախորհրդարանը 1 տարով արգելեց ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության գործունեությունը, իսկ Մոլդովան առանց որևէ մեկնաբանության հրաժարվեց հավատարմագրել վրացական 3 հեռուստաընկերություններին՝ ԻՄԵԴ-ին, Ռուսթավի 2-ին եւ Post TV-ին։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը։ Ըստ տեղեկությունների որոշման պատճառով հեռարձակողները չեն կարողանա լուսաբանել Եվրախորհրդարանի նախարարների կաբինետի 135-րդ նստաշրջանը, որտեղ ներկա է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը Մոլդովայի կառավարության որոշումը համարում է որպես մասնագիտական գործունեության խոչընդոտում եւ անկախ լրատվամիջոցների վրա հարձակում եւ նշում, որ իրենք դիմել են Եվրոպական խորհրդի Եվրախորհրդարանի որոշման վերաբերյալ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Լեհ падգամավոր Քշիշտոֆ Բրեյզայի հայտարարության համաձայն այսօր ռուսամետ վրացական լրատվամիջոցներին ԻՄԵԴ-ին, Ռուսթավի 2-ին եւ Post TV-ին թույլ չեն տվել մտնել Եվրախորհրդարան։ Բրեյզան նշել է, որ Եվրախորհրդարան մուտք գործելու մերժումը իր եւ իր թիմի արևելյան քաղաքականության համակարգող Էլեն Մետրևելիի համատեղ նախաձեռնության արդյունքն է։ Եվրախորհրդարանի անդամը նաեւ հայտարարում է, որ Օրբանի ռեժիմի թուլացումից հետո Եվրամիությունը կարող է ավելի վճռականորեն աջակցել Վրաստանում արևմտամետ ուղղությանը Վրաստանը կործանող ռուսամետ օլիգարխների ազդեցությունը թուլացնելու համար։ Ինչպես ասել է հանգուցյալ Լեխ Կաչինսկին, այսօր Վրաստանն է, վաղը կլինի Ուկրաինան, գրել է Եվրախորհրդարանի падգամավորը սոցիալական ցանցում։ Մայիսի 17-ին Քաշվերթի տաճարից դեպի Երրորդության տաճար կանցկացվի ընտանիքի սրբության օրվա նվիրված երթ, որտեղ կաթողիկոս պատրիարք Շիո III կմատուցի իր առաջին տոնական պատարագը։ Այս տեղեկությունը հրապարակել է Վրաստանի Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայությունը։ Ըստ հաղորդագրությունների երթը կմեկնարկվի ժամը 11:00-ին Քաշվերթի տաճարից։ Ավանդական երթին կմասնակցեն ծխական համայնքներ եւ նրանց առաջնորդները, ինչպես նաեւ Կիրակնորիա դպրոցի սաները։ Նրանց խոսքով Վրաստանի կաթողիկոս պատրիարքը կօրհնի Երրորդության տաճարում աղոթքի երթից ժամանած ծխականներին։ Խորհրդարանի լիագումար նիստում տեղի ունեցել լիցենզիաների եւ թույլտվությունների մասին օրենքում փոփոխությունների քննարկումը։ Գախարիայի թիմից Սոփիո Խուրգուան գնահատելով օրինագիծը հիշեց վարչապետի եւ վրացական երազանքի падգամավորների անցյալը, քննադատեց նրանց տարբեր հարցերում եւ մեղադրեց կլանային շահերը պաշտպանելու մեջ։ Խուրգույան ասաց, որ կառավարությունը խուսափում է մշակութային ժառանգության վայրերը պաշտպանելու իր պարտականությունից։ Խորհրդարանի նախագահը Գախարիայի թիմակցի վարքագիծը անվանեց ամոթալի։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով խորհրդարանի անդամը չպետք է հանդուրժի նման անպարտաբեր վարքագիծը եւ գործընկերների վիրավորանքը։ Խորհրդարանը արագացված կարգով 72 կողմ եւ 9 դեմ ձայնով հաստատել է լիցենզիաների եւ թույլտվությունների մասին օրենքում փոփոխությունները։ Նախաձեռնողի խոսքով փոփոխությունները նպատակ ունեն խթանել մշակութային ժառանգության վայրերի վերականգնումը։ Գյորգի Գաբունյայի խոսքով ներդրվում է արդյունավետ մեխանիզմ եւ եթե Վրաստանի կառավարությունը լիցենզիաները փոխանցի Թբիլիսիի քաղաքապետարանին, ապա քաղաքապետարանը ինքը կորոշի կանոններն ու պայմանները։ Վրաստանի պետական էլեկտրահամակարգի գլխավոր տնօրենը Վանո Զարդիաշվիլին եւ 6 մասնավոր էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Ուրբանիսի ենթակայանի համատեղ նախագծում եւ կառուցում։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 220 կիլոմետրանոց ենթակայան, որը կապահովի քամու, արևային եւ հիդրոէլեկտրոկայաններից
ստացված էլեկտրաէներգիայի ինտեգրումը փոխանցման ցանցում։ Պայմանագրի համաձայն ընկերությունները իրենց սեփական միջոցներով կապահովեն տարբեր տեխնիկական սարքավորումների գնումը եւ մատակարարումը, մինչդեռ Վրաստանի պետական էլեկտրահամակարգը կիրականացնի ենթակայանի նախագծման, կառուցման եւ տեղադրման աշխատանքները։ ԱՄՆ-ի նախագահը Չինաստան կատարած այցի շրջանակներում սկսեց հանդիպումներ եւ բանակցություններ վարել իր չինացի գործընկերոջ հետ, որոնք տևեցին 2 ժամ։ Հանդիպմանը մասնակցեցին պետքարտուղար Մարկո Ռոբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, ֆինանսների նախարար Սկոֆ Բեսանտը եւ ԱՄՆ-ի կողմից առևտրի ներկայացուցիչ Ջեյմս Գրիրը։ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի տվյալներով երկու կողմերն էլ համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա էներգիայի ազատ հոսքը ապահովելու համար։ Սպիտակ տան հաղորդմամբ նախագահ Ցի Զինպինը նաև հստակեցրել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը։ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հաղորդմամբ երկու երկրները համաձայնել են, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Կողմերը նաև քննարկել են Չինաստանում ամերիկյան բիզնեսի համար շուկա մուտք գործելու ընդլայնումը եւ չինական ներդրումների ավելացումը ԱՄՆ-ի արդյունաբերություններում։ Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով Կիևում տուժել է 31 քաղաքացի, որոնցից մեկը անչափահաս է, զոհվել է 1 մարդ։ Կիևի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով նրանք Դոնեցկի շրջանում փրկել են 27 մարդու։ Ենթադրվում է, որ մի քանի մարդ մնացել է շենքերի փլատակների տակ։ Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիների։ Ձերբակալվածները հետախուզվում էին Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի կարմիր ծանուցագրով խարդախության մեղադրանքով։ Ձերբակալվածները հատել են Վրաստանի սահմանը նախքան նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելը։ Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում երկուսն էլ տարբեր ժամանակներում ձերբակալվել են Բաթումիում։ Խորհրդարանը արագացված կարգով քննարկեց բարձրագույն կրթության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունները եւ հաստատեց դրանք 77 կողմ ձայնով։ Փոփոխությունների համաձայն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ դրամաշնորհ ստացած ուսանողները կկարողանան պահպանել այն եւ ցանկության դեպքում բարելավել այն։ Փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացավ այն բանից հետո, երբ որոշվեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 17-ից ստացած դրամաշնորհային ֆինանսավորումը կվերացվի եւ կփոխարինվի Վրաստանի կառավարության կողմից սահմանված բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության լիովին պետական ֆինանսավորման մոդելով։ Այսօր պարզաբանվեց, որ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը անցումային շրջանում ներառյալ 2030-2031 ուսումնական տարին ընդունված ուսանողները ոչ միայն կպահպանեն արդեն ստացված ֆինանսավորումը, այլև հնարավորություն կունենան այն ստանալու եւ բարելավելու։